ուրեմն հենց այսօր իմացանք, որ այն ինչ որ փորձարկեցին տղաների նկատմամբ, հիմա սկսել են, այսպես ասած, massовое производство, էլի, արդեն աչ ու ձախ կիրառում են այս խուլիգանությունը նման խայտարակ ձևով այս հոդվածը կիրառելը, այսօր արդեն սովորական քաղաքացիների, քաղաքական գործունեություն չինականացնողների, այսօր փաստաբան Ռոման Երիցյանը, հա, բարձրաձայնեց, որ 2 օր առաջ ձերբակալել են նույն խուլիգանության հոդվածով TikTok-ում որպես ազնավուր, չէ՞ ասեց։ Ես TikTok-ում այո, հա, բան չեմ, հա, TikTok-ում որպես ազնավուր հայտնի մի բլոգերի Հայկ Եղյանի, հա, նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այսպես հայհոյանք հնչեցնելու համար։ Հայկ Եղյանին ես ընդհանրապես չեմ ճանաչում, բայց այն ինչ որ հայտնեց Ռոմանը մեկին մեկ բռնում է այն գործի հետ։ Նու այն տարբերությամբ, որ մեր դեպքում տենց որոշ պարագայում տենց հետույք ասելու համար են բռնում, բայց դե ամեն դեպքում խոսքի ազատության եվրոպական ստանդարտները, ինչքան էլ մենք հայհոյանքը համարենք բարոյական առումով ընդհանրապես, այսինքն ոչ թե բարոյական առումով, դա հաճելի բան չի, բայց քաղաքական խոսքի առումով շատ բարձր չափանիշներ են սահմանափակելու համար եւ հստակ նախադեպային իրավունք կա, անգամ ցնցող խոսքը, անգամ նույնիսկ վիրավորական խոսքը, նա չի կարող քաղաքական համատեքստում ասված, քաղաքական գործիչների մասով ասված, օրինակ դատավորների մասով իհարկե ոչ, այնտեղ չափանիշները շատ ավելի ցածր են, փաստաբանների մասով, դատախազների, քննիչների քաղաքական համատեքստում ասվածի պարագայում դա ուղղակի արգելված է։ Դուք հիշես, չէ՞, Ֆիդանյան, այն ժամանակ այս նույն բանը անում էին ծանր վիրավորանքի հոդվածով։ Հետագայում արևմուտքը դժգոհություններ հայտնեց եւ իրանք ծանր վիրավորանքի հոդվածը վերացրեցին եւ թվում է թե վերացրեցին։ Այո, ֆորմալ առումով վերացրեցին, բայց ծախեցին եվրոպացիներին, որ տեսեք, վերացնում։ Եվ եվրոպացիներն էլ հաճույքով այդ կուտը կերան։ Այո, որովհետեւ այսօր նույն այդ ծանր վիրավորանքի հոդվածը ըստ էության վերաֆորմատավորել են այլ հոդվածի ներքո եւ եվրոպացիներից մենք ձենցուն չենք լսում խուլիգանության, ուղիղ ասենք։ Եվ հիմա տարբերությունը այն մի հատ անեկդոտ կա, չէ՞, ասում եմ, նույնն է ամեն ինչ մնացել, թղթաբանությունն է շատացել։ Հիմա իրականում շատ ավելի վատ վիճակ է, որովհետեւ ծանր վիրավորանքի հոդվածը ուրեմն չէր ենթադրում անազատություն։ Միակ մարդը, որ այդ հոդվածով նստել է, մոտարապես այնքան ինչքան Ֆիդանյանն է նստել այս հոդվածով, եղել է Նարեկ Սամսոնյանը։ Դեռ ծանր վիրավորանքի հոդվածով։ Երբ դեռ այն ժամանակ մեկի դանոսով, չեմ էլ ուզում անունները տալ, բռնեցին 21 թվականի վերջ։ Այո, 21 բռնեցին, բայց հետո դատարանը ապօրինի ճանաչեց այդ ձերբակալությունը, իդեպ նոր ես հասկացա, որ արդեն որիորդ դեպքն է, որ դատարանը Նարեկի անազատությունը անօրինական է ճանաչում։ 1, 2, 3 վերաքննիչ դատարանն էլ անօրինական ճանաչել, նախորդ վերաքննիչն էլ անօրինական ճանաչել, բայց ասել էր ինչ արած գործը դատարանում է, ոչինչ անել չեմ կարող։ Մի խայտարակ նախադեպի հիման վրա, որ Վճռաբեկ դատարանի կողմից է, ես չգիտեմ այն ժամանակ դատավորները այդ նախադեպը, որ այդ որոշումը կայացնում էին, հասկանում էին դրա հետևանքները, արդարացում նաև եղավ։ Այո, արդարացումները չեմ ասում, դե Նարեկը տենց կարա մի խոսքով 3 արդարացում ունի, որոնցից 2 օրինական ուժի մեջ մտած, բայց այս ինչի համար էի սա ասում։ Վերադառնանք հարցին, արդեն խուլիգանությունը լայնորեն են կիրառում որպես կոշտ խոսքին արձագանք, նորից ասեմ, բլոգեր Հայկ Եղյան, TikTok-ում հայտնի, ես չեմ ճանաչում, TikTok-ում բան չեմ, բայց ուզում եմ ողջույններս ընտանիքին փոխանցել, հասկանում ենք ծանր շրջանա, բայց պինդ եղեք եւ հուսով ենք, որ վաղվա դատական նիստը այսպես չի լինի բանտային կալանքի ուրեմն եզրափակմամբ, այստեղ կարևոր բանը որն է, եվրոպացիները ինչի էին ասում, հանեք այդ ծանր վիրավորանքը։ Մի պատճառով, որտեղ այդ հոդվածը բացառապես կիրառվում էր Նիկոլ Փաշինյանին հազվադեպ ԿՊԱ-ականներին, հազվադեպ դեպքերում էլ այլ ԿՊԱ-ականների պաշտպանելու համար։ Հիմա նույնը դարել է այս խուլիգանությունը։
Բացառապես ԿՊԱ-ականների պաշտպանելու համար։ Մենք չտեսանք, որ ինչ որ մեկը հայհոյանքի համար մեկ ուրիշ անձին ուղված կամ սպառնալիքի համար մեկ ուրիշ անձին ուղված նման հետևանքների առաջանա։ Հենա ինչ նորություն կա այն ջնդոյի։ Այո, եկեղեցու դա շատ ավելի վատ իրավիճակում էր, հա։ Ոչ մի հետևանք չունեցավ։ Ճիշտ է, հայհոյանք չի, ավելի վատ բան է, սպառնալիք, ինչ է, ջնդոյի էդոյի ջնդոյ էր, մի հատ տես մեկը կար, չէ, այդ մարդուց ես տենց էլ չիմացա ինչ եղավ իր մասով։ Կարելի է լուրել։ Վեապարի նկատմամբ սպառնալիք էր, այո։ Ոչ թե սպառնալիքն էլ բռնության կոչ էր, սպառնալիք չէր, բռնության կոչ էր։ Ինչ եղավ, այսինքն երբ որ լինում է այն մարդկանց նկատմամբ, որոնք որ իշխանության կողմնակից մեղմ ասած չեն, ապա այդ դեպքում օրենքը չի գործում։ Իսկ եթե օրենքը գործում է կես-կես, այդ դեպքում դա չեղավ օրենք, դա եղավ ուղղակի ռեպրեսիա։ Այսինքն գործում ենք նաև սելեկտիվ մոտեցման հետ։ Այս սելեկտիվ արդարադատությունը դա անարդարադատություն է։ Սելեկտիվ արդարադատությունը ավելի վատ է, քան արդարադատության բացակայությունը։ Եվ սելեկտիվ արդարադատությունն էլ հենց ենթադրում է քաղաքական ենթատեքստ։ Իհարկե, քաղաքական պատճառներով սելեկցիա է իրականացվում։ Ինչև